Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ից սկսում է աշխատանքային նոր շաբաթը։ Նոր շաբաթ, որը ինչպես եւ նախորդ շաբաթը հարուստ է լինելու բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով։ Եվ գիտեք, ամեն անգամ նոր շաբաթը սկսելուց մենք ակամա մտածում ենք, ում հրավիրենք տաղավար, ում հետ փորձենք կիսվել մեր մտքերով, մեր խոհերով։ Եվ ամեն անգամ գալիս ենք այն եզրակացության, որ կան ազնվորություններ, որոնք ամեն անգամ կարծես նորովի են ներկայանում մեր հանդիսատեսին։ Սիրելի բարեկամներ, այսօր նման մի անձնավորության ենք մենք հյուրընկալել, ում դուք շատ վաղուց ճանաչում եք եւ լավ գիտեք։ Խոսքս Գայանե Գասպարյանի մասին է։ Բարև ձեզ Տիկին Գայանե։ Բարև ձեզ պարոն Ղուշյան։ Ես ասեմ, որ Գայանե Գասպարյանը Մայր Հայաստան 21-րդ դարահասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է եւ մեր հայտնի հանրային հասարակական գործիչներից մեկը հրապարակախոս։ Ես հույս ունեմ, որ այսօրվա մեր զրույցը մենք շարունակելու ենք նախորդների պես մինչև վերջ թափանցիկ։ Անկասկած։ Այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, աշխարհը ընդհանրապես այսօր գտնվում է, շատ տխուր է մեղմ ասած։ Լավ, ով է հեղինակը այս արհավիրքի։ Ումը որ դա ծերնտու է, ինչպես ասում են։ Որովհետև ամբողջ ցավը նրանում է, որ բոլոր երկրները, բոլոր փոքր թե մեծ երկրները բնականաբար զբաղված են իրենց երկրի խնդիրներով, ինչի մեզ մոտ սենց եղավ, պատոհանից դուրս չեն նայում։ Այսօր դա մասսայական ամբողջ աշխարհում բոլոր երկրներում սինխրոն է դա կատարվում։ Օրինակ դուք կարող եք մտածել, որ երկրի ղեկավար պետք է նշանակվեն այնպեսի ղեկավարներ, որոնք բուժման կարիք ունեն։ Օրինակ նարկոմաններ, գոմոսեքսուալներ, ինչ ասեմ, հոգեկան խանգարում ունեցողներ ամբողջ աշխարհով մեկ։ Դա պատահական չի։ Ինչն էր, ումն էր պետք դա։ Երբ հատունը քանդվում, երբ որ տանտերը սախատված պապուս ասած, թերհաս, տգետ, խոճապի մատնված, տակնելիքը կամպրոմատներ։ Դրա համար էլ բերվում են այնպիսի մարդիկ, որ այդ տիրոջը կուրատորներին անմնացորդ ծառայի ու ենթարկվի։ Ինչով? Փողով եւ ոչ միայն։ Ուրեմն սիոնիստների ձեռքը գտնվում է բոլոր ղեկավարների հանդեպ պահպանված կոմպրոմատներ։ Չկա տենց ղեկավար աշխարհում, որի կոմպրոմատները սիոնիստների ձեռքում չլինեն։ Իրանք էլ ասում են, ինչպես պիտի խոշտանգվի, քայքայվի երկիրը, տվյալ երկիրը։ Ես որ նայում եմ Եվրոպայի ղեկավարներին, ես չեմ տեսնում այնտեղ մի հատ արժանի, ասում են, կոմպետենտ ղեկավար, հատուկ ընտրված, արատավորված, որին կարելի է այդ արատների կոմպրոմատների հիման վրա դատել ցմմա, այն նման մարդիկ են գալիս։ Պագալովն է, որ ասում են, մինչև վերին բարձր ավելի աստիճանի ղեկավարները օգտագործում են նարկոտիկների, դե արդեն բոլորը հասկանում են։ Ինչ որ մեկը խեղկատակ, մեկը կլոուն, մեկը գոմոսեքսուալ, մեկը այլասերված, մեկը պեդոֆիլ, դուք չեք պատկերացնում ինչա կատարվում։ Դա ամբողջը շատ լավ հմտորեն թաքցվում է, բայց փաստը մնում է փաստ։ Երկիրը կործանելու համար բերում է կործանող մարդկանց։ Օրինակ ես որ մեկ-մեկ նայում եմ պարոն Փաշինյանի վիճակը, ասեմ ձեզ ազնվորեն։ Իսկապես մեղքս գալիս է, չեմ խղճում, բայց մեղքս գալիս է։ Այս ինչ օր է, այդ մի կյանքն ինչի տրվեցիր, երիտասարդ։ Մի անգամից դու ապրելու, մի անգամ Աստծո կողմից կյանքը տրված, որ դու կարողանաս հաստատես, զարգացնես հոգեգաղափարական արժեքները, խղճիդ դեմ չգնալու, դու ես ինչ արեցիր։ Դատարկ ֆուտլարը մնաց, ծառա վասալ։ Ինքը մեղք չունի, ինքը գիտի, որ այդ իրավորոշումները իրան էլ կկործանեն, բայց ինքը չի կարող ընտրություն անել, ճար չունի, ժամանակին, որ ծախվում ես, դու արդեն մարդ չես, դու նրա սեփական ապրանքն ես, եւ դա մենակ իրեն չի վերաբերվում, բոլորին, նույն Զելենսկուն, որ վերցնենք, Մակրոնին եւ այլ չկնդնեն մնացած երկրները։ Եվ եթե մեկին հանում եմ, չկասկածեք, որ դրանից ավելի վատթարագույնի կբերեն։ Մենք այդ դրանում արդեն 35 տարվա մեջ համոզվել ենք։ Նույնը մնացած երկրներում են։ Այսինքն սիոնիստները որոշել են իշխել մոլորակը, որպես իրենց նպատակին հասնեն։ Ոսկե միլիարդ, այդպես է կոչվում այդ նպատակը, այսինքն իրենց այդ միլիարդը բավական է
հрյաներին ծառայելու համար։ Վերջերս մի հрյա ելույթ ունեցավ, ու ասեց ամեն մի հрյային 2680 ծառա ստրուկ է հասնում ամեն մի հрյային, եւ այդ ստրուկները պետք է համարեն իրենց երջանիկ, որ ծառայում են հрյաներին, որովհետեւ մենք Աստծո ընտրած ազգն ենք։ Բայց որ Աստծո, պարոն Ղուշյան, եթե Լուցիֆերի սատանայի ես կարող եմ ասել այո, համաձայն եմ։ Բայց այսօր Արատը, Չարը, Բարին բոլորը մի անվան տակ։ Դուք ասում եք աշխարհում ինչ է կատարվում։ Այդ հարցը պետք է առաջանար այն ժամանակ, երբ որ Վատիկանը 1,5 միլիոն մենակ մի օրում, իսկ 1895 թվականից մինչև 1924 թվականը 4 միլիոն հայ են վերացրել թուրքերը, առաջի քրիստոնյա ազգը եւ քրիստոնյայության կենտրոնը, որը կոչվում է Վատիկան եւ որտեղ նստած է Հռոմի Պապը, ցայն չկար, Սուրբ Սոֆիայի տարաճարը սրբա պղծեցին, մզկիթ սարքեցին, ձայն կար, ձայն չկար, շարունակեցին հայրի կոտորածը, ձայն կար, դարձյալ չկար, ինչի, որովհետև Աստծո անվան տակ այնտեղ իշխում է սատանիզմը, դեռ բոլորը սիոնիստների գործակալներն են, դեռ չկա ոչ մի կրոն, ոչ մի սրբություն, արատավորեցին կրոնը, վերացրեցին, որպեսզի վերան Աստված, Աստված կախված չի կրոնից, ասեմ ձեզ, ուղղակի քրիստոնեությունը դա Աստծո հանդեպ խոնարհման կրոն էր, բայց ինչպես գիտեք, խաչակրածար շավանքներից սկսած մորթելով, սպանելով քրիստոնեություն էին հաստատում, երբ որ հայ առաքելական եկեղեցին իր գաղափարով ու սիրով, չկա Եվրոպայում մի երկիր, որտեղ հայը կառուցած չլինի իր սուրբ եկեղեցին, մաքուր, սիրով էր բերում, մարդկային արժեքներով, բարոյական գաղափարախոսությամբ են բերել, տարբերությունը տեսնում եք կաթոլիկների եւ մեր հայկական առաքելական եկեղեցու, ինչ արեցին, չհանդուրժեցին, փոխեցին մեր կրոնը, մեր Աստվածաշնչի մեջ ինչքան արատավոր բաներ մտցրեց հյան դեռ 5-րդ, 6-րդ դարում, երբ որ ասում էր մի երեսը ապտակում էր, մյուսը դեմ տուր, ես չեմ հոգնի դա կրկնելուց, ստորացման մասսայական, ինչ ասեմ, քարոզ, կամ որ ասում են թշնամուտների ու սիրի, ես այսինքն Թուրքին պիտի գնամ ներեմ ու սիրեմ, որ 4 միլիոն հայ է մորթել, պիտի գնամ Ալիևին ու ադրբեջանցիներին սիրեմ, դա ինչ հակաստվածային, հակաբնական, հակամարտկային քարոզ եք մտցրել, դրանք բոլորը պիտի հանվեն, կամ դու ինչ ուզում ես արա, վերջում դեմի Աստծուն կների, դու լինես մանկապիղծ, գողավազակ, սերական մարդասպան, հայրենիքի դավաճան, ոչինչ Աստված վերջում կօգնի, սա եք պրոպագանդել իմ ազգին, իմ ժողովրդին, դա դեռ քիչ չէր, ինչ արեցին, իմ ժողովրդի միջից հավատը կոտրեցին, ես հետո առանձին կանդրադառնամ այդ հարցին, թե ինչ արեցին, իսկ ինչ մնում է, դա միայն մեզ մոտ չի, աշխարհով մեկ է, բերեցին գլոբալիզացիան, բերեցին արատավոր պառնոգրաֆիա, ոնց որ ասում են, ու այդ ամբողջ այլասեռությունը, կրթության եւ մշակույթի ոտնահարումը, այո, այդ տարիներ ճիշտ նոր չի եղել, տարիներ չէ, դարեր շարունակ, դա շարունակվե։ Երբ որ ես հանկարծ երիտասարդ երեխա եմ, երբ որ ասացին, տեսեք, թանգարանում Մալևիչի սև կվադրատ, քառակուսին, այդպես է կոչում նկարը, դա շեդևր է, դա հանճարեղ գործ է, արժի հարյուրավոր միլիոններ, ես սարսափեցի, գիտեք ինչի, ու դուք դա ընդունել եք, ու դուք դա հավատացել եք, տենց եք մեզ մոլորեցնում, զոմբիացնում, նախրացնում, ինչ Մալևիչի քառակուսի, բայց նա հրյա էր, այդ հրյան թքեց աշխարհի վրա ու մարդկության վրա իր սև քառակուսիով ապացուցելով, որ դու նույն ձևի պիտի հիանաս ու ավելի թանկ վճարես, ժամերով նայես այդ առեղծվածային սև քառակուսու, դուք տեսեք հենց ինչ զոմբիացում ա գնում, այսինքն ինքը հավասարվեց, օրինակ եմ ասում, օրինակ Ռեմբրանդի գիշերային
Նочной дозор ոնց է գիշերային ժողով ասենք, հավաքի ժամ նկարին, որ ամբողջ մի պատաս զբաղեցնում, որ գնում ես նայելու, միշտ նայում ես տենում ես այդ լամպի լույսը, որտեղից ցանկել նկարի վրա, բայց լամպի լույսը չի նկարի միջի։ Ինչքան մարդու դեմք կա այնտեղ, ամեն մի մարդու դեմքը մի մարդկային կերպար է ցույց տալի, ու դուք նայում եք այսօրվա իրական արվեստը մալեվի չէ, ու տեղից գնում դարի շարունակ վերացնում են մշակույթ արվեստը, իրականը գեղեցիկ արժեքը, գաղափար տվողը։ Դուք հասկանում եք ինքան աննկատ, ոնց որ ռակը երբեք առաջի օրը դուք չեք հասկանում, նա չի ցավացնում։ Մեկ էլ հանկարծ որ զգում ես, որ դու արդեն շատ վատ ես գնում ես, ասում ես 4-րդ ստադիա մետաստազները հասել է մինչև կոկորտը, նման դեպքում մինչև ուղեղը, մետաստազները հասել է մինչև ուղեղը։ Ահա թե ինչպես են մարդկությանը ոտատակ տվել եւ շարունակում դա անել։ Եվ ինչ են անում, իրենք պիտի փող աշխատեն, պատերազմներ, զենք վաճառեն։ Դուք հասկանում եք։ Մարդիկ թող կոտորվեն, որովհետև իրանք կրճատվում է մարդկությունը, սերունդը տղաներն են վերանում, կանայք մնում են առանց ամուսնանալու, երեխաներ չեն ծնվում։ Դուք էլ չեմ ասում, սնունդը լրիվ արատավորած ու թունավորած։ Դեղորայքները ոչ թե բուժում են, այլ ավելի ծանրացնում հիվանդը, ավելի վնասում հիվանդին։ Օդի մասին չեմ խոսում, թե մնացած մասսայականի հիպնոզա գնում ինտերնետներով, հեռուստատեսությամբ 25-րդ կադր, էլ չեմ ասում են կոդավորված բառեր, մենք ոչ մեկս դա չենք տեսնում, բայց մենք սնվում ենք մեր ուղեղը ամեն անգամ իր Որցան իր չափաբաժինը ստանում է այս արատավոր երևույթներից, այս ամբողջը միաժամանակ արվում, ու դու չեք էլ հասցնում իմանալ, սնունդը մաքուր է թե չէ, մեջ ինչ են մտցրել, հացալուրի մեջ ինչի տեղ առնեցին, կա տեղերի մեջ ինչ կա, էսրա մեջի ինչ կա, շոկոլադները պարզում են, որ դա երեխաներին ուղղակի սարքում է հաշմանդամ, շոկոլադների տեսակներ կա, իտալական Դատի տվեցին, փողը տվեցին, դատը փակեցին, նութելան դա ուղղակի թույն է, որը ցավոք սրտի ժամանակին շատ եմ կերել եւ շատ եմ սիրել։ Այսինքն դուք տեսեք ինչ են անում, ու մենք անկարակ, մարդկությունը անկարող, իրենք ինչ ուզում է, պետքա պատերազմ այստեղ առավոտ կանեն։ Գիտեք ինչի, որտեղ ոչ մի երկիր էլ չունի ղեկավար, վասալներ են, սիոնիստների վասալներ։ Ու ոչ մեկ չի համարձակվի հերքի անենց կամպրամատներ կգցեն ինտերնետով 10 րոպե ողջ չեն մնա, իրանք էդի լավ գիտեն։ Այո, դին գանը, տեսեք, հիշատակեցիք հոգևոր աշխարհը, եկեղեցին, այ ինչով է բացատրում այն տխուր իրողությունը, որ այսօր Հայաստանի կառավարությունը նման անողոք պայքար է սկսել հայ եկեղեցու, մեր եկեղեցականների դեմ։ Մեր կառավարությունը սկսենք նրանով, որ նա բացարձակ չի հետաքրում ոչ մի կրոն։ Հավատ չունեցող մարդուն հետաքրքիր չի, դա կարող է կոչվի քրիստոնեություն, թե մուսուլմանություն։ Այդ մենք բոլորը շատ լավ հասկանում ենք։ Այդպիսի պատվեր են տվել, որովհետև հայկական առաքելական ֆոնի վրա, չէ, Վատիկանը լրիվ սպառված ու դատապարտված է։ Հենց այդպես։ Ինչ պետք է անել։ Պետք է առաջի քրիստոնյա պետությունում քրիստոնեությունը ոտատակ տալ, վերացնել, քննադատել կամ էլ դատել, դա է։ Դուք այսօր եք դա նկատում, պարոն Ղոշյան, Քոչարյանի ժամանակ նա վաճառեց եկեղեցին, նա վեհափարի պաշտոն է, այդպես ասեմ, դիրքը, նա վաճառեց մի վաշխառուի, այդտեղից սկսվեց եկեղեցու քանդումը սկսվել է դեռ Վազգեն առաջինի մահից հետո, ովքեր եկան, մեկը պեդոֆիլ, մեկը վաշխառու, գողական, ինչ ասես, թե չասես դավաճաններ, որտեղ են ինչ են արել իմ երկրի համար բաց է խոշտանգելուց, հավատն իմ երիտասարդ սերունդի հանդեպ վերացրեցիք, կորցրեցիք եւ դեռ նեղանում եք։ Այո, Աստված էդի մեր եկեղեցականը չի։ Եկեղեցականը նշանակված է, որպեսզի Աստծո խոսքը հասցնի ժողովրդին, սերունդներին դաստիարակի, հայ ազգային արժեքներով ժողովրդին պահի, հա? Եկեղեցին պետք է կանգնի, միշտ ժողովրդի կողքին պատերազմ կլինի, համաճարակ կլինի, ինչ ուզում ա լինի մենք չտեսանք, որովհետև մեր եկեղեցիները կալանավորված են, կալանավորված, ժամանակն է դրա մասին մտածել եւ առաքինի մարդկանց բերել, մարդիկ արդեն վախենում են ասեն, իսկ ումը կուզենակ վեհափար տեսնել,
Իսկ ով կարող է ասել ումը, ումը հավատաս, ամեն ինչ բացվել է, բայց եւ այնպես, այդ ամենի հետ միասին նա իրավունք չուներ ձերբակալել։ Ուղղակի պիտի հեռացվեին, դրվեին արժանապատիվ մարդիկ, չէ՞ որ մենք ունեցել ենք Վազգեն առաջին, ուրեմն մենք Վազգեն երկրորդն էլ կարող ենք ունենալ։ Ուղղակի նման մարդիկ տեղ չունեն, դրանց խոշտանգում են, սպանում են, վերացնում են, վտարում են երկրից, հա? Ամեն տեղ հարամեցին, եւ այսօր վեհապարը լռում է, նույն պատճառով, կամ պրամատները թույլ չեն տալիս, հա? Ելույթ ունենալու։ Ազնիվ պետք է ապրել, չծախվել, չգայթակղվել փողերով մոմից սկսած օղիների, սիգարետների, կրպակների լայրանը, ուղղակի դուք ինչքան են մանրանում, այս թաղամասը եկեղեցու մոտի բոլոր կրպակների կտակ ինձ։ Դուք հենց տեսեք ինչքան պիտի մարդ հոգով սնանկ լինի, որ արդեն ձեռները գցեն կրպակներին, փոխանը կարգելվի, խմելը, ծխախոտը, ինքս ծխող եմ իհարկե, բայց ես կողմ եմ որ դա արգելվի։ Համենայն դեպս գոնե նվազեցվի, ինչպես ես եմ արել, ահա։ Բայց եւ այնպես միակողմանի տես չի լինում, սա ճիշտ է, նա սխալ է, սա ճիշտ է, նա սխալ է, չէ։ Ուղղակի այնքան արատավոր է մեր կառավարությունը, այնքան թշնամական ու թուրքաբարո եւ հրեա նպատակ, որ անգամ մի լավ բանելանի նրան չենք հավատա։ Մենք դեմ դուրս կգանք, թեև նորից եմ ուզում նշել, տենց օրենք չկա մեր եկեղեցականներին, մեր եկեղեցու ծառայողներին, ով ուզում է դա լինի, ձերբակալեն, իրենք իրենց աշխարհը ունեն, ժողովուրդը կարող է դիմել եւ փոփոխվի որոշ մարդկանց գործունեության համար բերվի ավելի կոմպետենտ մարդիկ, ավելի սուրբ եւ ազգանվեր, ավելի գիտակ մարդիկ, ոչ թե փողամոլ եւ շահամոլ եւ փարամոլ առևտրականներ կներեք։ Այդ դրա մասին է խոսքը։ Թե չէ ինքը ինչ կարա, ինքը չէ մտածում եկեղեցու մասին, եկեղեցին կա, չկա, ինքը անաստված մարդ։ Իր համար դա մի հատ էլ ավելորդ հիմնարկ է, բայց իրան հանձնարարել են։ Իսկ ինքը չի կարող։ Դե շատ հասկանալի է, ինչի չի կարող։ Ծախված մարդը չի կարող ինքը որոշում կայացնել։ Լավ, տիկին Գայանե, այդ դեպքում ինչպիսի արժեքներ են պետք Հայաստանը փրկելու համար, ինչը մեզ կարող է դուրս բերել այս տխուր, այս նենգ իրավիճակից։ Պարոն Ղոշյան, վերադարձնել մեր արժեքները։ Դուք գիտեք, ինչքան պետություններ ու ժողովուրդներ կորցրել են իրենց պետությունը, սփռվել, վերացել, մոռացվել։ Հայը ոչ, ինչի համար։ Որովհետև ինքը հայ ազգային արժեքներով էր ապրում, ասո արժեքներով, բնության արժեքներով, համամարտկային արժեքներով։ Ասեցին, որ սա նորաձև չի։ Կրթությունը, որ ասում էին նորաձև է, այն չկրթվածը, որ գնաց կրթվելու, ինքը դա է նկատի ուներ, նոր կրթություն կա նորաձև։ Այսինքն մոռացիր բոլոր արժեքներից։ Մնաց միակ մի արժեքը, պիտի ծունկի գաս այդ արժեքի դեմ։ Դա փողն է, շահը։ Իրենք իրենց արժեքը, ինչով որ հիմա ապրում են, այդ ընտանիքը, այդ արժեքն է առաջարկում իմ ազգին։ Ու երիտասարդը, այսօր երիտասարդ սերունդը, չիմանալով ինչ են այդ արժեքները, ինքը ծնվել է ու արատավոր արժեքների մասնախոսք եղել։ Պաշտոն առաջ գնաս, կարիերա, չգիտեմ, այնտեղ փող ունենաս, տներ ունենաս, 40 մեքենա, 7 հատ դղյակներ, դուք հասկանում եք, դա հիվանդություն է։ Դա ռամիկի, հիվանդ ռամիկի, անդասյա ռամիկի նկատի ունեմ չքավոր հոգով, ոչ թե, գտենք աշխատակ ռամիկ կամ գյուղացի չէ, բոլորովին։ Դա դրանց խոչապի մատնված վիճակն է, պարոն Ղոշյան, երբ որ մարդ չունի հոգևոր արժեք, սիրելի քաղաքացիներ, ինքը դիմում է ֆինանսականի, փոխարինելով հոգևորի, ու միշտ այս խոչապի մատնված երկրորդ, երրորդ սորտի մարդ է մնում, չնկատված, բայց կարևոր իր մասին խոսեմ, որ ինքը այս մեքենան էլ արով, այս էլ ունի, այս տունն էլ ունի, այս գործարին իրան, այս փողոցն իրանն է, քաղաքն իրենն է, դրանք դատապարտված մարդիկ են։ Ես միշտ ասել եմ, այս շիփալանի վետեղը դնես թակավորական ձիութամբ թակավոր, ոսկով ադամանդներով զարդարված, այդ էշը չի դառնում մուստանգ, հանդարտվեք ու խաղաղվեք, փրկեք ձեր հոգիները, ինքը նույն ավանակն է, զարդարված ուղղակի։
Այդ դրա մասին է խոսքը, արժեքները, ընտանեկան արժեքները։ Պարոն Ղոշյան, ամբողջ աշխարհի արժեքները սկսվում են ընտանեկան արժեքներից։ Ընտանեկան արժեքը հիմքն է, ֆունդամենտը մնացած բոլոր արժեքներից, սկսած ազգային, պետական, հայրենիքի, աստվածային, բնության բոլոր արժեքները հիմքում ընկած են ընտանեկան արժեք, իսկ ընտանեկան արժեքի հիմքում ընկած է մայրը, կյանքի սկիզբը, մայրը, որը որ շատ լավ գիտի ինչ պետք է տա իր որդուն, կաթի հետ որդուն տալիս է սերը, իր կյանքը, իր ժամանակը, իր էներգիան, ամեն ինչը, երիտասարդ տարիները, որ իր երեխաները կրթվեն, բարոյական մեծանան, լավը մեծանան, ինչ արեցին, մոր կերպարը բնաջնջեցին, արդեն 2000 տարի առաջ։ Սկսեցին նրանից, որ Ադամն ու Եվան դեռ հələ երեխա չբերած նա արդեն հանցագործ էր կոչվում, խնձորը կերավ օձի ձեռից, դուք տեսեք ոնց են կեղծել ու շեղել աստվածային գաղափարները, արդյոք ոչ մեկ չի կարողանում դա հասկանա, պտուղը տվեց Աստված խնձորը Եվային, որ դա պտղաբերվի այդ աղջիկը դառնակին, պտղաբերվի, որ սերունդ ծնի, որ այդ սերունդը դառնա մոլորակի տերը, բայց արդեն այն ժամանակվանից, ինչ ասեմ, գրեխ զադուշոյ, այսինքն կինը արդեն մեղքի մեջ է, այ քեզ բան, դուք մորը դրեք մեղքի մեջ, ով ասես ձեզ, մի հայվան կներեք, նստեցուն չո բանա հորինում գրում, օծը խնձոր, ոչ ինչ կապ ուներ տեղ, օծը իր խնձորը պոկեց տվեց, չետես բաներ չկա, խապված են կապրում, Պարոն Ղոշյան, 2000 տարի մարդկությունը խապված է, ու ամենասարսափելին, որ կան մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, կան պատմաբաններ, որոնք գրի են առել, ամբողջ աշխարհի պատմությունը գրանցված է այդ մեր պատմական հիմ փաստաթղթերում աշխարհի մակարդակով, իրանք այսօր նորն են հորինում ու գրում, ով ինչ ուզում հորինում ասում է, դրա համար վճարված է, Ալիևը ամբողջ Եվրոպարլամենտի վճարեց, որ ազատ ստի հորինի եւ իբր քիչ էր իր երկրի համար նոր պատմություններ հորինում, մի հատ էլ հիմա սկսել է աշխարհի պատմությունը հորինել։ Այսել ենք մենք այդ ադրբեջանցիներ են, Ռուսաստանը Կրեմլի ադրբեջանցիներ, գիտնականներն ադրբեջանցիներ, հայտնի հայտնի նկարիչները ադրբեջանցիներ, այսինքն խոչապի մատված հիվանդ մարդիկ դրանց արդեն բուժելի հնարավոր չի։ Չկա այդպես բուժում։ Դուք հասկանում եք, այդ դրա մասին է խոսքը, որ այս մեր կրթությունն ինչ արեցին, չկա հերինասիրական պատրիոտիզմը, արժեքավոր գաղափարախոսությունը, Նժդեի նման մարդկանց են հանում, ոչինչ, վաղնեք ասեն ադրբեջանցին է գրել մեր, ստեղծել մեր այբում, փողին մունատ, ոնց որ ասում, պապս կասեր փողին մունատ, ու այսինքն ամեն ինչ վաճառվում է, վաճառվող մոլորակում լավ բան չի կարող լինել, սա է արդյունքը, առուծախի վերածված, դոլարի դեմ ծունկի իջած, իսկ հայը ծունկի եկել մենակ իր կոշիկը կոչկելու համար, ու երբեք ծունկի չեկել, այսօր ծունկի եք ուզում բերել, չի ստացվի, մի խումբ մարդկանց ծունկի գալը, դա դեռ ազգային ծունկի գալ չի, դրանք սկի տոկոսը չեն կազմում, սրելի ժողովուրդ, թույլ չտաս քո գերբին կպնեն, քո հոգևոր ճակատիդ խփած հայազգային պատկանելիության գերբին կպնեն, վերադարձրեք մորը, մոր նշանակությունն ու դերակատարումը, մայրերի պատասխանատվությունը ժառանգների հանդեպ, որովհետև դա է աշխարհի հիմքը, դա է ամբողջ մոլորակի երջանկության ու ապագայի միակ պայմանը, մի վերցրեք երեխեքին մորից, կուզի սերը կփոխի, կուզի չի փոխի, երեխան մորը չի լսում, ասում է բոլոր, տես մամա ինտերնետով սա է ասում, դու սխալ ես, այսօր երեխան մորը տես, գիտեք ինչքան նամակներ են ստանում, ոնց են լացում մայրերը, լավ ես ոնց անեմ իմ երեխուն հետ պայեմ, խելեցին, վերցրեցին մեզանից մեր ժառանգներին եւ որոշեցին իրենց ձևով դաստիարակեն ու կրթեն, ինչպես մեր ղեկավարությունը եւ անկիրտ առաջի տիկինը եւ որ գնում է հատուկ կրթվելու, հələ չկրթված, արդեն մեզ է կրթում, կրթությունը նորաձև է, ողբամ ես ձեր վրա։ Տիկին Գայանե, իհարկե 2026-ը ընտրությունների ազգային ժողովի նոր ընտրությունների տարի է։ Ավելին ասեմ, այսօր
Չգիտեմ դուք ինչ, բայց ես տեսնում եմ, որ ոչ ոք չի հավատում այդ ընտրությունների արդար լինելու։ Եվ ընդհանրապես Հայաստանում այսօր հնարավոր է արդար ընտրություն անցկացնելու համար։ Ոչ մի տեղ ժողովուրդ, ուշադիր լսեք, դա բացառված է։ Ոչ մի երկրում արդար ընտրություն չի կարող լինել։ Եթե ի սկզբանե ընտրությունների նպատակը լիներ արդարությունը, ուշադիր, գաղտնի չէր արվի։ Ումից ենք վախենում։ Բացահայտ կընտրենք։ Այդ գաղտնի ընտրությունն էլ հենց ապացուցում է ընտրությունների ի սկզբանե արդեն ընտրված կեղծիկով ընտրված թեկնածուն։ Պարշի, այդ ես չեմ հասկանում, 5 տարեկան երեխան պիտի արդեն դա հասկանա, որովհետև երբ որ մենք ասում ենք գաղտնի ենք ընտրում, ընտրեցինք Պողոսին, մեկն էլ ընտրեց Պետրոսին։ Ընտրությունից հետո Պետրոսի ընտրողները բարձրաձայնում դուրս են գալիս միտինգի, լցվում հրապարակները եւ դժգոհում։ Այդ դեպքում այդ գաղտնիքը որտեղ մնաց։ Էլի իմաստ այդ գաղտնիքի ինչումն է։ Երբ որ կա խոսքի ազատություն, ընտրության ազատություն, այդ ումն է խփում։ Քանի դեռ ընտրությունով են լինելու ղեկավարները, դա նշանակում է սիոնիստների իշխանությունը դեռ պաշտպանված է, որովհետև արդեն ընտրված պատրաստ սպասվում են։ Դրա համար պետք է փոխվի ամեն ինչ փոխվել, ասես չի կարող մնալ։ Շատ է խոսում ընդհանրապես օլիգարխների, մեծահարուստների դերի նշանակության մասին երկրի փրկության գործում ունեցած նրանց ներդրումների հետ կապված։ Այդ մասին ինչ կարող եք ասել։ Ես մինչ այսօր մի օլիգարխի գիտեմ, որի դեմ ես խոնարհվում եմ, կզարմանաք։ Այդ օլիգարխը Կրասնոդարի շրջանում է ապրում, Հարությունյան է հայկական ազգանունը։ Եվ այդ տղան կառուցեց մի պարկ 1 միլիարդ դոլարի, որը պարզվում է Եվրոպայի Գալիցկի ազգանուն։ Այո, ես ուղղակի Հարությունյանի հայկական ազգանուն։ Իրական։ Նո Գալիցկի ասենք, որ մարդիկ իմանան ու մասն է խոսքը։ Դուք պատկերացնում եք ինչ հզոր գեն է ժառանգել հայի, որ ինքը կարող է 1 միլիարդ դոլար դնի պարկ սարքի, որ Եվրոպան շոկի մեջ է, հոլանդացի ժուրնալիստները եկել են գնացել այնտեղ նկարահանել, մենք եթե կապ ունենք իրանց հետ, իմ լավ ընկերներ են, ու ասում են մենք մեր աչքերին չենք կարողանում հավատալ, դա հնարավոր չի, ամբողջ Եվրոպայում այդպես այգի դրա կեսը անգամ չկա, իսկ Վարդանյանները բռնեցին հրապարակետևում փոքրիկ այգի պարկ դարձրեցին հայկական հարց մի պատմություն, ռեկլամի հետևից, շնորհակալություններ խոնարհ, ինչ ցավալի է, ինչ ցավալի է։ Տեսակ միլիարդերով են, չէ, օլիգարխների վրա հույս, դա նշանակում է դարձյալ մենք ինքներս խափենք, եթե պիտի լինի տենց գալուց կնոան օլիգարխ, պետք չի հույս դնել, ինքը կանի առանց քո հույսի, բայց տենց հայ մեր երկրում չկան, ինչի, որտեղ մեր երկիրը հնարավորություն տվեց ինչքան ինքնարժեքից տուժված, գիտակցած, բնության կողմից անարժեքությամբ տառապող, ինչքան որակից հեռու մարդ կար, իրանց միակ մի բան էր մնում, առևտուր, աշխարհուներ, հետո դարձան գործարանատերներ, առևտուր փոխը գործարան, արտադրանք, հետո հələ հարցը դրանց արտադրանքը ուտելու է, խմելու է, թե ոչ հարցը դրանում չի։ Հասկանում եք իրանք արդեն կուլա տվել է առևտուրը իրանց, հայրս միշտ ասում էր, կամ փողը պիտի քեզ ուտի, կամ դու պիտի փողն ուտես, մայրս որ ասում է շատ ես ծախսում, ասեց ժեն, փողը քեզնից շատ չպիտի լինի քո տանը, այո, այդ մարդիկ փողը կուլա տվել, վсё չկան։ Հայրս աշխատում էր գինի գործարանի դիրեկտոր, 2 հերթափոխ էր աշխատացնում, գիտեք ինչի, այն մեկը օրենքին դեմ, գաղտնի, որ խաղողը գյուղացու չմնա անտեր, խաղողը շատ էր, արտադրանքը քիչ էին թողնում արտադրել, ինքը բոլոր գյուղացին խաղող վերցնում է, բայց երկրորդ հերթափոխի փողը գիտեք ուր էր գնում։ Իր մոտ ընկերոջ միջոցով արտասահմանից գնում էր 1915 թվականի կոտորածի փաստաթղթերը նկարներով, մի սենց մեծ տուփ մենք դրանից ունենք, մենք երեխաները որ գալիս ենք նայում ենք ու ինքը ցույց էր տալիս, շատ նկարեր չեր ուզում ցույց տալ, ես գախնի նայում էի, ոնց են ծառից կախված մեր քարսը հղի թուրքերը
փող էին գցում, աղջիկ թե տղա փորը բացում էին հաջորդ նկարի մեջ, փորը բացած, որ տենում են թուրով նայում են աղջիկա թե տղա, որ գրած էին գալիս, փող էին աշխատում։ Մենք պիտի դրանց ընտրենք, հա։ Մեր իսկ Բերանս չի բռնում ասել էլի, ես պիտի դա տեսնեմ, հասկանամ, իմանամ, ու հետո ասեմ թշնամուտ ների ու սիրի։ Չէ դուք հասկանում եք ինչ եք առաջարկում։ Այսինքն ես ավելի շուտ ինքս ինձ կսպանեմ, կվերանամ կամ նման արատավոր օրենքի կենթարկվեմ եւ հետո այսօր մեր Բիբլիայի մեջ է դա գրված եւ հանդուրժում ենք։ Ահա ինչ կա որ եթե այսօր վեհապարը եւ մնացածները կարան առևտուր անեն, եկեղեցու արժեքները վաճառեն, նկարները 30 հատ նկար արշին գորգու որտեղ է, բարով վեհապար, որ բաներում է վաճառվել, ինչ են ասում, աուկցիոներում, այո։ Հա, որտեղ։ Ինչի չեն եկել 15 տարի արդեն մարդը ժառանգելած չեն եկել այստեղի թանգարանները։ Լավ, դուք կշտացման զգացում չունեք, դուք չեք հասկանում, որ հիվանդ եք։ Միգուցե առաջարկենք այդ բոլոր ագարները գնան բուժվելու։ Ես չեմ կարողանում հասկանալ, որ ճար չկա, դա կործանված մարդիկ են։ Ամենացավալին նա է, որ իրանց կործանումով կործանում են նաև իմ սերունդը, իմ ժողովրդին։ Դրա համար օլիգարխ այսօր ինձ համար հայհոյանքին հավասար արտահայտությունն է։ Ինձ թվում է այդ մարդկանց հայհոյում են օլիգարխասելով։ Այդ է օլիգարխը։ Ինչով մի բան կսարքեն, ինչով մեկ արձան, ինչով մեկը գա այգի, ինչով մեկը չգիտեմ, ինչ ծափահարենք, այ քեզ բան։ Միլիարդներից թալանած մի կոպիտ ասած պապուս ասած թուլլափայ գցում են աչքին ուրա ցույց տալու համար։ Ալիգարխները գիտեք ովքեր կլինեին հայերը, իսկական մաքուր հայ, ոչ թե ծակումով քուրտուր հրյա, դա կե ցեղախմբերից չեմ հաշվում։ Եթե հայ ալիգարխ լինեին, վաղուց էին այդ փողերը հավաքը, զենքերն առե, զորքն ամրացրե ու հաղթեն ինչև Բաքու ասե, ոնց որ եղավ առաջի պատերազմի ժամանակ, հա։ Այ հայ եմ ասել։ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ մի հայ տղա իր կողմից անվճար չթողեցել ռեկլամանեն 6 ինքնաթիռ Boeing-ով զենք բերեց ու հաղթեցինք։ Այդա հայ ալիգարխեր։ Դիգինգան իհարկե շատ է խոսում նաև այն մասին, որ մեր երկրի համար այսօր խիստ անհրաժեշտ է ստեղծել մի նոր համակարգ։ Ինչ նկատի ունեք նոր համակարգ ասելով եւ ինչ այն իրենից ներկայացնում։ Նոր համակարգ չի, ես ասում եմ նոր համակարգ աշխարհի աչքի առաջ։ Այդ համակարգը հենց հայկականն է։ Մաքուր հայկական համակարգ։ Այսինքն ընտրություն չի լինելու։ Համոզված լինելով, որ ընտրությունները արդեն ի սկզբանե դեռ չսկսված կեղծված են, նշանակում է մենք նորից պիտի համաձայնվենք հաջորդ 10 տարվա ողբերգությանը, հա։ Որովհետև հաստատ սիոնիստը չի բերի հայի, երբեք 35 տարվա մեջ մեզ հայ չի ղեկավարել, կամ արաբի, կամ հրեայի, կամ թուրքի, կամ պարսիկի, կամ ես չգիտեմ, թաթարի եւ հատկապես հրեայի։ Բոլորի կանայք պիտի հրեա լինեն, ահա։ Դա նույնն է լինելու, իմաստը ինչու՞մն է։ Պետք է գա նոր կառավարություն, այս նոր հայկական սիստեմը դրվի եւ հանրակրվի։ Ես ավելին քան համոզված եմ, որ իմ ժողովրդի 80-85%-ը համաձայն կլինի։ Ես ասել եմ, չի լինելու վարչապետական պետություն, չի լինելու ազգային ժողով, լինում է պրեզիդենտ, դա մեկ ուժ, երկրորդ ուժը ոսկե հարյուրյակ դանք մեր մտավորական իմաստուն հայերն են, որոնց ամբողջ ապրած կյանքի մեջ մի հատ կեղծ չկա, որոնք եղել են նվիրված իրենց կյանքն ու աշխատանքն իրենց գաղափարը տվել են հայրենիքին, դա կլինի նկարիչ, քաղաքական գործիչ, երկից ինժեներ, ճարտարապետ 100 հոգի։ Այդ երկրորդ ուժը կներեք։ Երրորդ ուժը դա մայրերի գերագույն խորհուրդն է։ Ինչքան հայ մայր կա, որը պահպանել է հայ ազգային արժեքները, որն ապրել է ընտանեկան արժեքներով եւ այդ արժեքներն էլ փոխանցել իր զավակներին, կան ուսուցիչներ, նաեւ ուրիշի զավակներին։ Այդ երեքն էլ հավասար ուժեր են, ոչ մեկ չի գերիշխելու, երեքով են որոշելու, թե օրենք, թե որոշումներ, թե նպատակներ, միայն ու միայն այդ երեքի ստորագրությամբ,
որ միանձնյա կառավարում այլևս չլինի, քանզի դա մարդուն աստիճանաբար խելքահանանում, բացարձակ ճշմարտությունը միայն իր կործանումը չի, նաև ազգի կործանումն է, այլևս չի լինելու, այդ նոր սիստեմ, խնդրեմ։ Եվ շնորհակալ եմ, ուրախ եմ, որ մեզ հյուրընկալվել եք, հիշեք, որ Փակ TV-ում ձեզ միշտ սպասում եմ։ Շնորհակալություն կասկած չունեմ, հաճույքով կգամ։ Սիրելի բարեկամներ, դե Գայանե Գասպարյանն էր հերթական անգամ հյուրընկալվել Փակ TV-ում, մեր շատ սիրելի հրապարակախոսը, հանրային հասարակական գործիչը, ում հետ իսկապես կարելի է եւ մեծ հույսեր կապել եւ ում խոսքին կարելի է միշտ հավատալ։ Այսօր այսքանը, ցտեսություն։